Վանաձայնը, լավագույն և հարազատ։ Հարև ձեզ հարգելի ունգընտիրներ, վանացայնի եթերով և թիմադեդրի էջով ձեզի հետ են Սերլին և Գրիգորը ներկայացնելու համար հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Հայոց ցեղասպանության 110-ամյակը որքան հեռու, այնքան էլ մոտ երևի, որովհետև ժամանակի թավալումը ոչ ցավը գամոք է, ոչ էլ պայքարի գրագը գշիչության է։ 24 ապրիլին Լիբանանահայությունը համախմբվեցավ Մեծդան Գիրիգո կաթողիկոսության Անտիլիասի մայրավանք մեր մեգուգես արայթ հանդիսաբեդությամբ սրբոց նահատակած հուշարձան մադուրին դիմաց կատարվեցավ բարեխոսական գարկ և ձաղգեպսակներու զետեղում։ Նշենք, որ ձաղգեպսակներ զետեղեցին Լիբանանի մեջ Հայաստանի դեսպանատան, հայ հեղափոխական դաշնակցության, սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության և ռամկավար ազատական կուսակցություններու վերին մարմինները, բարեսիրական միություններու մարմիններու ներկայացուցիչներ, ինչպես նաև օդար բարձրաստիճան պետական պատասխանատուներ և նախկին ներկա երեսփոխաններ ու նախարարներ։ Ավարտին Արամ կաթողիկոս իր հայրապետական պատգամը ուղղեց համայն հայության։ Հայրապետը ասավ, որ ապրիլ 24-ը միայն մեր նահատակները հիշելու օր չէ, այլ ազգային ինքնաքննության և ինքնաճանաչման օր է ու միաժամանակ մեր ժողովրդի բռնապարված իրավունքները աշխարհին հիշեցնելու և մեր նահատակներու գդագին հավատարմությամբ և բանջարեղեն պայքարին նոր մղում տալու գոչ է։ Վեհապար հայրապետի պատգամը կբովանդակեր իր իսկ բառերով 5 հիշեցումներ և ընդգծումներ։ Առաջին, ամբողջ հայությունը բանջադեր է իր բռնապարված իրավունքներուն։ Հայրապետը հատկապես շեշտեց, որ յուրաքանչյուր հայ ուր որ ալ գտնվի, ինչ պայմաններու մեջ ալ ապրի և ինչ հանգամանքի դեր ալ ըլլա, բանջադեր է։ Այս ոգիով հայը աշխարհ կուքա ու այս գիտակցությամբ կգազմավորվի։ Ես չեմ կրնար երևակայել, որ այս երկրաքունթին վրա գտնվի իր երակներուն մեջ հայու արյուն գրող հայմը, որ գիտակից չէ, թե ինք ցեղասպանության զոհ և իրավադեր ժողովրդի զավակ է։ Երկրորդ, Հայաստանը իրավադերն է հայ դատին։ Այս հաստատումը վեհապար հայրապետը շատ անգամ ըսած է ու ընդգծած է Հայաստանի անկախութենեն առաջ և վերջ։ Այս հաստատումը կատարած է նաև Հայաստանը վերանկախության և ցեղասպանության 100-ամյակի համազգային հռչակագիրներով։ Ուստի հայդատը անջատել Հայաստանեն կնշանակե գդրել հայդատը իր արմատներեն։ Կարևորությամբ նշեց հայրապետը և ըսավ, որ Հայաստանեն հնչող նման մոտեցումներ խորապես մտահոգիչ են։ Պատմություն, քաղաքականություն և դիվանագիտություն իրարու հետ շփոթելով ու զիրար հակադրելով, ինչպես նաև պատմական Հայաստանի ու ներկա Հայաստանի Արաքածի ու Արարատի և մեր ժողովրդի հավաքական հիշողության մեր արմատացած և դարերու ընթացքին նվիրագործված արժեքներուն ու իդեալներուն առնչությամբ հակադրություններու ու հակասություններու ստեղծելով, փաստորեն ջուր կմատակարարենք ոչ բարեկամ երկիրներու չղացքներուն։ 5-րդ դարության մեր ժողովուրդը ըսավ ու այսօր եւս նույնը կսե։ Անկախորեն ապրելու կամքեն մեզ ոչ ոք կրնա խախտել, մեր իրավունքներեն մեզ ոչ ոք կրնան շեղել։ 3. Հայաստան սփյուռք սերտ գործողությունը ամուր հիմք կկազմե մեր բանջարեղեն պայքարին։ Հայաստան սփյուռք հարաբերություն ու գործակցության անդրադառնալով Արամ առաջին կաթողիկոս կարևորությամբ նշեց, որ դժբախտաբար չկրցանք ընդհանրապես հայ ժողովուրդը հուզող և հատկապես հայ դատի հետապնդող աշխատանքներու գծով համահայկական մտածողություն և ռազմավարություն զարգացնել այսպիսի կերպով, որ հայ ժողովուրդի երկու բևեռներուն Հայաստանի և սփյուռքի մոտեցումները ներդաշնակվին։
Ուստի այս մտահոգություններեն մեկնած վեհապար հայրը վգարեություն ու հրամայական նկատեց ասկային ու pedagogan շահերու ներտաշնագումը։ Հայաստանի պետության ու սպիրկի թերագադարության համադրումի ստեղծումը, ինչպես նաև թերերու հստակեցումը ու աշխատանքներու բաժանումը։ Այլապես զսկուշացուց հայրապետը, եթե հիշյալ կարևորութենեն ու հրամայականներեն խուսափումը Հայաստանը գրնա առաջնորդել դեպի վտանգալից հորիզոններ եւ ազգը դեպի ներքին բևեռացումներ, որոնց նախաշները սկսած են տեսանելի դառնալ։ 4. Քաղաքական ու իրավական տարածքները հարկ է դարձնել գիզագետը եւ բանջարդիրության։ Այս կետով Արամ առաջին կաթողիկոս նշեց, որ քաղաքական ու իրավական դաշտերը իրար մեջ տեսականորեն անջատած են, սակայն ներկա աշխարհի մեջ անոնք իրարու հետ սերտորեն առնչված են, մեկը մյուսը պայմանավորելով հարաբերաբար ազգային թե շրջանային շահերուն, ուր դժբախտաբար բացակայ է իրավունքն ու արդարությունը։ Ուստի մեր մոտեցումը պետք է ելա իրատեսական։ 5. Հայ ժողովրդի հզորության վահանը իր համախմբումն է։ Վերջապես, կաթողիկոս խոսեցավ մեր ազգը հուզող կարևորագույն երևույթի մասին համախմբում։ Ինչպես իր նախկին պատգամներու մեջ հայտնած է հայրապետը, այս անգամ եւս նշեց, որ այսօր մենք բարեկամ չունենք։ Մեր ժողովրդի միակ ու ճշմարիտ բարեկամը ինքն է, իր զավակներուն համախմբումն է, Հայաստան սպիրկ համագործակցությունն է։ Եվ ապա բոլորին ուշադրությունը հրավիրեց ամենակարևորին։ Գանտրատարնանք արդյոք, որ մենք սկսած ենք իրար մե հերանալ։ Ներ հայաստանյան, ներ սպիրկյան, ներ գուսակցական, ներ համայնքային ջեղքերու բազմացումը սկսած է ձգարացնել մեր հավաքական հավատքը եւ չլադել մեր վճռագամությունը։ Մենք սխալ ու վտանգալից ուղղության մեջ ենք, թեպի անթունդ կընթանանք։ Հետևաբար, անդրադառնանք այլևս համախմբվենք եւ համախմբենք մեր ազգին ներուժը ի խնդիր Հայաստանի հզորացման եւ մեր իրավունքներու հետապնդման։ Ուրիշ ջամփա չունենք։ Այս է պատկամը մեր սրբացյալ նահատակներուն։ Եզրափակեց իր պատկամը Արամ առաջին վեհապար հայրապետը։ Ամենահայոց կարիքի երկրորդ կաթողիկոս հայոց ցեղասպանության սուրբ նահատակներու իշադակության օրվան արիթով հանդես եկավ խոսքովը, ուր իմիջայլոց ըսավ։ Այսօր Հայաստանի եւ Սփյուռքի մեջ գոքեգոչենք հայոց ցեղասպանության 110-ամյակը խոնարհումով եւ աղոթքով իջելով մեր սուրբ նահատակները, որոնք մարտիրոսացան վասն հավատո եւ վասն հայրենիաց։ Հիշադակի այս նվիրական օրը աշխարհի մեջ ամենտեղ հայ ժողովուրդը իր քայլերը գուղե թեպի եկեղեցիներ եւ հայոց ցեղասպանության հուշագոթողներ վերանորոգելու հանձնարարության սրբազան ուխտը իբրև վեդություն եկեղեցի եւ ժողովուրդ ու շարունակելու մնայուն չանքերը հայոց ցեղասպանության ճանաչման համար։ Արդարև մարդկության դեմ գործված ոչռագործությունները ոչ արդարացում եւ ոչ ալժամգետ ունին։ Հայոց ցեղասպանության ճանաչումն եւ համընդհանուր դադարդումը առաքելություն է մեր ժողովրդի եւ քաղաքագիրտ ամբողջ մարդկության համար։ Շնորհիվ աշխարհասփյուր մեր ժողովրդի համախումբ չանկերուն եւ միջազգային հանրության աջակցության բազմաթիվ երկիրներ եւ իրավապաշտպան գազագերբություններ իրենց ցայնը բարձրացուցած են հանուն արդարության եւ հայոց ցեղասպանությունը ջանչած ու նկատած են իբրև մարդկության դեմ իրագործված հանցագործություն, նշեց Կարեկին երկրորդ կաթողիկոս։ Հայոց ցեղասպանության դադարդումը պետք չէ սահմանափակվի միայն հուշարձաններու մոտ համախմբումով, այլ պետք է հետևողական քայլեր գործադրվին մեր ժողովրդի հանդեպ արդարությունը վերականգնելու եւ նման ողբերգությունները կանխելու համար։ Առանց նման հանցագործություններու դադարդումին, առանց պատմական արդարության հետ թեմ հանդիման գալու, կարելի չէ խաղաղություն հաստատել ազգերու եւ պետություններու միջև եւ սերունդներուն լուսավոր ապագա փոխանցել։ Կարեկին կաթողիկոս շարունակեց ասելով, որ ապահով եւ անվտանգ աշխարհ կառուցելու ճամփան բռնություններու, բادرազմներու, ադելության եւ տշնամանքի հրահրումներու բացառումն է։ Մեր արդար թադի բանջարդիրությունը իր մեջ ադելություն եւ տշնամանք չունի։ Բանջարդիրությունը ցույց կտա ազգային մեր արժանապատվությունը մեր սուրբ նահատակներու հանդեպ հարկանքի եւ անոնց հիշադակին արչեւ մեր խոնարհումով։ Բանջարդիրությունը մեր պատասխանատվությունն է կալիք սերունդներուն արչեւ։ Սիրելի ժողովուրդ, մերօրյա զանր եւ դժմար իրավիճակի մեջ, երբ նոր ցեղասպանության իրականացումով այլևս բռնակրաված եւ հայատապված է Արցախը
եւ Հայաստան կգտնվի անվտանգային սպառնալիքներու առջև, առավել կան երբեք հրամայական է անսասան բահել մեր հավատարմությունը հավատքի, ազգի եւ հայրենիքի նվիրական արժեքներուն, հրամայական է միապանիլ եւ մնայուն երբով կործել արդարության հաղթանակին համար եւ վերափոխել մեր կյանքին ընթացքը հանուն ազգային վերազարթոնքի եւ միացյալ ուժերով բարեզարթել ազգային եւ հայրենական մեր կյանքը եզրակացուց կարեկինեգոտ հայոց կաթողիկոս Հալեբի մեջ հայոց ցեղասպանության 110-ամյակի ոգեգոճման հանդիսություններում մեկնարկը կատարվեցավ չորեքշաբթի 23 ապրիլ 2025-ի երեկոյան ժամը 7-ին Աղաջանյան սրահի մեջ տեղի ունեցավ «Պիտի հիշենք եւ բահանջենք» խորակիրով գրող մինչ հարվանական հուշահամտեսով հովանավորությամբ հայ 3 համայնքապետներուն կազմակերպությամբ Սուրբ Երրորդության եկեղեցու ժողովրդապետության Հուշահանտեսին հայ 3 համայնքապետներուն կողքին ներկա էին Հալեբիի մեջ Հայաստանի գլխավոր հյուբադոսության խորհրդարանը, հալեբահայ գազམ་ագերբություններու եւ միություններու ներկայացուցիչներ, հոգեվոր հայրեր, ինչպես նաեւ հալեբահայ հասարակությունը։ Գիրարվեցավ գեղարվեստական բացչաճ հայդակիր։ Հուշահանտեսին առաջին պատկամը ուղեց հայ ավետարանական համայնքի պետ Վերաբադվելի Հարություն Սելիմյան։ Վերաբադվելին շեշտեց, որ արդարության հասնելու համար համբերադար պետք է ելար եւ նպատակասլաց գործել, իսկ հիշողությունը պետք չէ ձրարվի ու դառնա սովորական գործողություն, այլ դառնա աժմեական օրակարգ։ Վերաբադվելին կարևորությամբ շեշտեց արդարության հասնելու համար համահայկական ռազմավարություն մշակելու եւ սփյուռքի զանազան շրջաններու մեջ մեր ներկայությունը թե իբրև հայեր եւ թե իբրև դվյալ երկրի քաղաքացիներ արժանավայել ներգործությամբ իմաստավորելու մարտահրավերները։ Պերիո հայոց թեմի առաջնորդ Մագար arczepiskopos Աշկարյան իր ուղած պատկամի մեջ Բողոս Արաքյալին խոսքը մեջ բերելով հորդորեց չհուսահատիլ, չդգարանալ, այլ վստահիլ Աստծո եւ մեր աշխատանքին, որովհետեւ ասկեր կան, որոնք ավելի քան 400 տարի սպասած են ու պայքարած են արդարության հասնելու եւ իրենց իրավունքներուն դիրանալու համար։ Ապա ըստ որ եթե հավատանք մեր արդարթադին եւ եթե իսկապես ժառանգորդներն ենք անցյալի մեր սրբացած նահատակներուն, մեզ մե յուրաքանչյուրը գոչում ունի, բարդականություն ունի, բարդավորություն ունի արյան կանչին դիմաց։ Օրվան եզրափակիչ պատկամը ուղեց Պերիոթեմի գաթողիկե հայոց առաջնորդ Պետրոս arczepiskopos Միրիաթյան, որ շեշտեց Հռոմի ներոք վաղճանյալ սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապին հայասեր ըլլալու հանգամանքը, ցիդել դվավ, որ 10 տարի առաջ քահանայապետը Վատիկանի Սուրբ Պետրոս Մայր դաջարի մեջ Սուրբ Գրիգոր Նարեգացին դիեզերական եկեղեցու վարդապետ հրճակվող արարողության ընթացքին օդար հյուրերու եւ մեր գաթողիկոսներու ներկայությամբ վերհիշեց հայ ժողովրդի ապրած տարաբանքը 1915-ին եւ ստագորեն ըստավ, որ կատարվածը ցեղասպանություն է։ Այսպիսով դարձավ առաջին քահանայապետը, որ Վատիկանի մեջ պաշտոնապես օգտագործեց ցեղասպանություն եզրույթը։ Հուշահանտեսը փակվեցավ հոգևոր պետերու միասնական աղոթքով։ Արցախի ազգային ժողովը հայոց ցեղասպանության 110-ամյակին առիթով հրաբարագեց հետևյալ հայտարարությունը։ 1915-ին Օսմանյան Թուրքիո կողմէ իրականացած հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենեն բարբարոսական հանցագործություններից մեկն է, որուն նպատակն էր հայ ժողովրդի ամբողջական ոչնչացումը։ Դժբախտաբար այդ հանցագործությունը մինչև այսօր մնացած է անպատիժ, որուն պատճառով անդարձած է նախատեպը ցեղասպանական նոր գործողություններում։ 2020-2023 թվականներուն Արցախի մեջ տեղի ունեցած ռազմական հանցագործությունները, հյուսիչ շրջափակումը, բռնի տեղահանությունը եւ վայրակությունները ազերբայջանական իշխանություններու կողմէ ցեղասպանական նույն ծրագիրներու շարունակությունն են 21-րդ դարում։ Ազերբայջանի ցերնարգած բոլոր գործողությունները, Արցախի հայաթափումը, սեղային զլումները եւ հայ ժողովրդի պատմական ներկայության վերացումը կհամապատասխանեն ցեղասպանության միջազգային իրավական սահմանումին, նշեց հայտարարությունը։ Միջազգային հանրությունը բարդավոր է իրավական եւ քաղաքական համարժեք արժեվորում կատարել այդ գործողություններուն անոնց համապատասխանությունը ցեղասպանության համապարփակ սահմանումին արձանագրելով։ Ցեղասպանությունը լրությամբ ընդունելը
հանցավոր անդարբերությունը, անբադիժ ցեղասպանությունը, նոր ցեղասպանության հրավեր, ավելցուց հայտարարությունը։ Դժբախտաբար այս իրականության մեջ անհասկանալի եւ անբացատրելի են նաեւ Հայաստանի իշխանություններուն դիրքորոշումը։ Ցեղասպանության դատաբարդումն եւ հանցագործները պատասխանատվության ենթարկելը հետագա ցեղասպանություններու կանխումի կրավականներն են, որոնք բնականաբար չեն փոխարիներ պետության բարդատրված անվտանգության հզոր համագարկը եւ հերադես ներքին արտաքին քաղաքականությունը։ Հայոց ցեղասպանության 110-ամյակը նաեւ աշխարհասփյուր հայության հավաքական կամքի արտահայտության գարելիություն է հանուն անվտանգ եւ ապահով ապակայի եւ ի հիշադակ նահատակված մեր նախնիներու։ Մենք կհիշենք, կհարգենք եւ բարդավոր ենք երբեք չմոռնալ բռնությամբ, ցավով եւ անասանելի դարաբանկով ցեղասպանության զոհ դարձած մեր հայրենակիցները նշեց հայտարարությունը։ Մեր իշխողության մեջ անոնք գաբրին եւ մեզի ուժ կուտան բայկարելու ճշմարտության, արդարության եւ մարդկային արժանապատվության համար։ Հավերժ փառք եւ խոնարհում հավատքի ու հայրենիքի համար զոհված բոլոր նահատակներուն եզրակացուց Արցախի ազգային ժողովի հրապարակած հայտարարությունը։ Թիվանակետներու համահայկական խորհուրդը իր գարկին հրապարակեց հետևյալ հայտարարությունը։ 24 ապրիլին աշխարհասփյուր հայությունը հարկանքի դուր կմատուցանե 20-րդ դարու առաջին ցեղասպանության նախադեсված 1.5 միլիոն հայերու հիշադակին ծաղիկներ խոնարելով հայոց ցեղասպանության զոհերու հուշարձաններուն։ Կհիշեմ եւ կբահանջեմ ուխտը ավելի կարեւորություն կստանա այսօր հայոց ցեղասպանության 110-ամյակին, երբ մեր հայ ազգը թեմ հանդիպման կգտնվի նախաբես աներևակայելի նկատվող ուրացման եւ ժխտողական քաղաքականության, որուն լծված է նաեւ Հայաստանի ներկա իշխանությունը խաղաղության բادرանքի ակնկալիքով թարավոր թշնամիներեն ողողմությամբ Օսմանյան Թուրքիո կողմէ պետականորեն կազմակերպված եւ իրականացած հայ բնակչությունը հազարամյակներու իր բնորանեն բնաչնչելու դասյամյակներու քաղաքականությունը իր կակատնագետին հասավ 1915-ին եւ շարունակվեցավ մինչեւ 1923։ Քաղաքագիրտ աշխարհի աչքին արչեւ ամբողջ ժողովուրդը գոդորվեցավ, հայրենազրկվեցավ, հազարամյակներու մշակույթը եւ քաղաքագործությունը զոհ կացին թրքական այլազգմոլութենեն, աշխարհի մեծերու առաջնորդությամբ քաղաքական շահերեն եւ նպատակահարմարութենեն թելադրված լուրջամբ նշեց հայտարարությունը։ Անցնող 60 տարիներուն հսկայական աշխատանք տարվեցավ 20-րդ դարու առաջին մեծ ոճրագործությունը աշխարհին ներկայացնելու համար։ Այլև երբեք հորչորչումը դարձավ առաջնական սկզբունք։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ մարդկության թեմ ամենեն ծանր հանցագործության դատաբարդումին եւ կանխագիլումին զորակրված շարք պետություններու եւ բազմաթիվ գործողություններու համար աշխուժ պայքար մղվեցավ ցեղասպանության ժխտումին, ցեղասպանության հանցագործության իբրև վերջին հանգրվանին թեմ։ Ժամանակակից Թուրքիան տասնամյակներ շարունակ հարմար գերբով վարած իր ժխտողական քաղաքականությամբ, զոհը մեղավոր դարձուցած չանքերով, հնարված եւ բադվիրած ուսումնասիրություններով հայ ժողովրդի արդար բանջարդիրությունը եւ իրավունքները հիմազերկելու ծրագիրով դարձավ 110 տարի առաջ կորձված հանցագործության ուղղակի մեղծագիծը, շարունակեց հայտարարությունը։ Ավելին, իր պատմական հայրենիքի մեջ հայկական դարի բնաչնչումի 100-ամյա ծրագիրները նոր երբարանք ստացած են փանթուրանական եւ նեո-օսմանական նկարդումներով, նոր ողբերգություններ արձանագրելով եւ անբաժանելիությունեն օգտվելով, Ադրբեջանը հանցավոր ծրագիրները շարունակելու գործին ոգեշնչելով։ Նույն ծրագիրի հերթական դրվագներն էին 20-րդ դարու վերջին Սումգայիթի, Գիրովադի, Բաքուի մեջ տեղի ունեցած հայկական չարտերը, ինչպես նաեւ ամենեն վերջին գործողությունները Արցախի թեմ սանձազերծված պատերազմները, հյուսիչ շրջափակումը եւ ի վերջո 150,000 հայ բնակչության բռնի դեղահանությունը ցեղային զդումով, որ անգամ եւս առաջնորդվեցավ միջազգային հանրության լրությամբ։ Հայ ժողովրդի պայքարը այսօր ավելի լայն եզրեր կընդգրկի։ Հայոց ցեղասպանության զոհերու ոգեգոճման 110-ամյակին Ասկովին աննախադեպ սպառնալիքներու արժեվ հայտնված ենք գոյապանական վտանգ Հայաստանի համար
խորացող անվտանգային մարտահրավերներ եւ ազգային ինքնության ոչնչացման գործողություններ, որոնց լեզված է նաեւ մեր պետությունը կառավարող խմբակը։ Պատմությունը խեղաթյուրելու, միլիոնավոր զոհերու դարաբանքը մոռնալու, անոնց սերունդներու իրավունքները անդեսելու գնով Թուրքիո եւ Ադրբեջանի հետ բնական հարաբերություններու գառուցումը մեկ կողմէ բادرանք է, մյուս կողմէ անհերադես եւ վտանգավոր քաղաքականություն, որ չի գնար հանգեցնել արդարության, հաշտության եւ նույնիսկ բարի դրասիական ու անվտանգային միջավայրի ստեղծումին, նշեց դիվանագետներու համահայկական խորհրդի այդարարությունը։ Հայոց ցեղասպանության իրողությունը եւ ողբերգության դարողությունը ոչ միայն բացահայտ կերպով ժխտելը, այլև զանազան սևերով գասկածի տակ առնելը ուղղված են հայ ժողովրդի պատմության, հիշողության, ինքնության, արժանապատվության դեմ, հետևաբար նաեւ հայոց պետականության դեմ, ուստի հանցանք են եւ ամենեն խիստ կերպով դադարելի։ 24 ապրիլին միասնապար ոգեգոճելով հայոց ցեղասպանության զոհերու հիշատակը բարդավոր ենք մեր վճռական ցայնը բարձրացնել հանուն արդարության, հանդես գալ ժխտողականության, հայոց պատմության ամենեն մեծ ողբերգության խեղաթյուրման կամ նսեմացման որևէ փորձի դեմ։ Գոչ կուղենք շարունակել պայքարը հանուն արդարության հաստատման, հանուն հայ ազգի սեփական հայրենիքի մեջ հարադևման եզրակացուց հայտարարությունը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն ընկերային ցանցերու էջով գդարած հայերեն քրարումով հարկանքի դուր մանդուցած է հայոց ցեղասպանության զոհերու հիշադակին։ Ան ֆրանսերեն եւ հայերեն քրած է։ 110 տարի առաջ սկսավ հայոց ցեղասպանությունը։ Այսօր 24 ապրիլին ոգեգոճման ազգային օրը հիշենք բոլոր զոհերը եւ գենթանի բահենք անոնց հիշադակը։ Շարունակենք գործել մարդկության անունով, հանուն ճշմարտության եւ արդարության, նշած է Ֆրանսիայի նախագահը։ Այսօր 24 ապրիլին մենք կոգեկոչենք հայոց ցեղասպանության զոհերու հիշադակին 110-ամյակը։ Թիմադեդրյան իր էջի մեջ գրած է Հայաստանի մեջ Չեխիո տեսման Բեդեր Բիդուչիկ։ Տեսպանը ձագեպսակ մը զեդեղած է Օսմանյան Թուրքիո կողմէ հայոց ցեղասպանության անմեղ զոհերու հիշադակը հավերժացնող Ձիձեռնագապերտի հուշահամալիրին մեջ։ Դիվանագետը այս արիտով հիշեցուցած է։ 8 տարի առաջ 25 ապրիլ 2017-ին Չեխիո խորհրդարանը ջանցավ հայոց ցեղասպանությունը։ Հայոց ցեղասպանության մասին խոսելով Բելգիկայի խորհրդարանի պատգամավոր Միշել դե Մայեկտ հայտնեց, որ 110 տարի առաջ ամբողջ ժողովուրդը Օսմանյան գայստրության կողմէ գոդրազի ենթարկվեցավ միայն իր ինքնության համար։ Ժողովուրդը, որ հազարամյակներով արմատավորված էր Գովգասի լեռներում մեջ, ժողովուրդը, որ եզակի մշակույթի, հավատքի եւ ժառանգության մը գրոն է։ Աշխարհին երկար դարիներ բահանջվեցավ գնահատական մտալ անոր, որում մասին պատմության մեջ շատոնց գրված էր արնոտ դարերով։ Ան ցեղասպանություն էր 27 տարու առաջին ցեղասպանությունը Բրյուսելի մեջ հայտնեց Միշել դե Մայեկտ։ Բելգիկացի քաղաքական կորզիչը համոզվեցավ, որ եթե ոմանք փորձած են ժխտել հայոց ցեղասպանությունը, լրացնել կամ ճնչել դասակիրքերեն ու մարդկության գիտակցությունեն, ապա այն պատճառով, որ նման հանցագործությունները միայն ողբերգություն չեն, անոնք նաև նախազգուշացումներ են։ Նախազգուշացում մորացության դեմ, նախազգուշացում ադելությունը սովորական դարձնելու դեմ, նախազգուշացում բռնադիրության դրամապանության դեմ, որ կգրտնվի թարեթար ցամաքամաս։ Մենք իրավունք չունենք լրելու։ Պետք չէ մեր հայացքը հեռացնենք այն ցավեն, զայրույթեն ու սուկեն, որուն իբադասխան գա հույս, աբակայում հույս, ուր հիշողությունը այլևս փևեր չէ, այլ ուժ է։ Ան նաև հայ երիտասարդության հույսն է, որ աշխարհի մեջ ամենուր կգառուցե եւ կստեղծե, հայտնած է բելգիկացի քաղաքական կորզիչը։ Բելգիկացի պատգամավորը նաև շեշտած է, որ այսօր եւս Հայաստան վտանգված է, սպանալիքի դակ է Թրասի երկրին կողմէ, որ կհրաժարի խաղաղութենեն եւ կշարունակի վախցնելու, նվաստացնելու, ջնշելու քաղաքականությունը։ Արցախ հայատապված է Ադրբեջանի կողմէ։ Հազարավոր դեղահանվածներ, կանտված ընտանիքներ։ Այսօր քաղաքական բանդարգալներ կբաղվին Բաքուի մեջ։ Սպանալիքի դիվանագիտություն է, որ գերականացվի, երբ ուժանույթը կվերածվի լրացնելու գործիքի, կնահատությունները գասեցնելու նպատակով շեշտած է բելգիկացի պատգամավորը։
22 ապրիլին պատկերասպիրի խոսք իրավունք հաղորդաշարի հյուրը դարձավ հայ հեղափոխական դաշնակցության անդամ Հայաստանի ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյան։ Ան անդրադարձավ Հայաստան խմբակցության առաջարկած հայոց ցեղասպանության ժխտումը, նսեմացումը եւ արդարացումը քրեականացնելու օրակիրդին։ Հասած ենք այն աստիճանի, որ օրվան իշխանությունները սկիզբը քողարկված, իսկ հիմա արդեն բացահայտ արշավը սկսած են հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հադուցման քաղաքականության թեմ։ Այսօր վերջագետը պիտի ելա հայոց ցեղասպանության ուրացումը, ըսավ Արթուր Խաչատրյան։ Ան կարևորեց շահերով երթին եւ ապրիլ 24-ի ժողովրդի մեծատիվ մասնակցությունը։ Թե շահերով երթին եւ թե ապրիլ 24-ին դիձերնագապերտ երթալը նոր իմաստ կստանա։ Եթե մեր ուղերձը առաջ ուղված էր թուրքերուն եւ աշխարհին, որ մենք ունենք արժանացնելու եւ անօրինելու իրավունքներ եւ թե ոչինչ մոռացված չէ, այսօր ստիպված ենք այդ ուղերձը հղել Փաշինյանին եւ իր շրջապատին։ Չենք ուրանար եւ չենք մոռնար։ Այն ինչ որ դեղի ունեցավ, պիտի շարունակենք պահանջել հայոց ցեղասպանության ճանաչում, դատապարտում եւ հետևանքներու վերացում, հայտնեց Արթուր Խաչատրյան։ Սիրելի ունգընտիրներ, վանացանի եթերով եւ թիմադեդի էջով ներկայացուցինք հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Սեզի հետեին Գրիգորը, Սելին եւ Սանի հաղորդավար Հակոբը։ Մնացեք միշտ վանացանի ունգընտիր։